առողջության դեմ ուրեմն սպառնացող առողջությունն է եւ ֆիզիկական անվտանգությունն է ընդհանրապես անվտանգությունը մարդու, որ դա պետք է լինի կարմիր գիծ եւ չպետք է անցնել այդ գիծը։ Եթե հիմա էլեկտրոնային տոմսային համակարգը, միասնական տոմսային համակարգը տանում է բանը մարդու ազատությունների ոչնչացմանը, ինքը սահմանադրական նորմեր էլ է խախտում, ես ում չհասցրի ասեմ, եթե տանում է դրան, ումն է պետք է այդ տեխնոլոգիական տեխնիկայի ներդրումը, եթե դա կատարում է մարդու դեմ։ Հիմա դուք, ես դիմում եմ քաղաքապետարանի ղեկավարությանը, այս մոդելը, որի մեջ դուք գործում եք եւ որ դուք իշխանության եք, մոդելով նախատեսված է, որ կառավարությունները պետք է փոխվեն պարբերաբար հիասթափություն առաջացնելով։ Եվ դուք ինչքան էլ որ ցանկանաք ձգտեք երկար մնալ իշխանությանը, դա մոդելի մեջ է դրած այդ process-ը, դուք չեք մնալու երկար այդ իշխանությանը։ Եվ իշխանության անցնելու իշխանությունից հետո դուք տեսնելու եք, որ տրանսպորտում դրած էլեկտրոնային այդ միասնական համակարգը, որ դուք դրել եք, թե ինչ կարևոր դեր է խաղացել կանխիկ դրամը հանելուն եւ կանխիկ դրամը հանելուց հետո, որ դուք արդեն իշխանության չեք լինելու, այն ժամանակ ձեր վրա ռեպրեսիոն գործիքների կիրառման ժամանակ։ Դա այդ ինչ դեր է խաղացել, դուք ձեր դեմ ինչ եք արել, հետո տալու եք գլխների դուք ձեր կատարած որոշումների Իրանց դեմ թողանեին, իրանց մուրը, իրանց գլուխը, բայց ցավն է, որ ժողովրդի դեմ են անում եւ պետության դեմ։ Շնորհակալություն։ Մի բան էլ ասեմ եւ վերջ։ Ես ուզում եմ ուրեմն, քանի որ սա նաեւ այսպես ասած անաստվածության գործընթաց է եւ չարագործների հետ համախոհության գործընթաց է, ես ուզում եմ վերջում մենք մեր հաղորդումը ավարտենք մի սաղմոսով կարճ մոդայիկա հա դիմեմ այդ իշխանավորներին եւ այդ մարդկանց ումից կախված է մեր ժողովրդի բախտս, այսպես ասեմ։ Ասում է երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում։ Մեղավորների ճանապարհին ոտք չի դնում եւ չարագործների հետ համախոհ չի լինում։ Այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից եւ գիշեր ցերեկ խորում նրա պատվիրանների մասին։ Նա նման է հոսող ջրերի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը երբեք չի թափվի եւ ամեն բան, ինչ էլ որանի կհաջողի նրան։ Այսպես չեն ամբարիշտները, այսպես չեն, այլ նման են հողմափոշու, որ հոսում է երկրի երեսին։ Ուստի ամբարիշտները չեն դիմանա դատաստանին, ոչ էլ մեղավորները կլինեն արդարների հավաքի մեջ։ Քանզի Տերը գիտե արդարների ճանապարհները, իսկ ամբարիշտների ճանապարհները կորստյան են։